Ահա, բարև ձեզ, ոնց եք, բարև ձեզ, ոնց եք, բարև ձեզ, ոնց եք, լավ, բարև ձեզ, եղբայր բարև, արի մի հատ նվիրեմ քեզ սրանից, կպցնեմ եթե դեմ չես, ինչ կա, ոնց եք, ինչ տրամադրության եք, լավ եք, լավ ամիշ գործ կա, Пойдет, давай. Լավ։ Գյումրի ենք եկե, բայց մի հատ հիմա պետք է սուրճ խմենք, էլի։ Հա։ Որտեվ սուրճ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Լավ եք, լավ։ Մի հատ կհասնեք սրանից նվիրեմ ձեզ։ Կհասնենք, չէ, գցելով հարմար չի, ով կա բոյով, բոյով մարդ ա պետք, կարի դու բոյով ես տուր, էլի մի հատ ընդեից, ահա, ձիք ենք, ձեզանով, ձեզ հետ, բարև եղբայր, բարև ձեզ, ոնց եք, տղաներ, բարև ձեզ, բարև եղբայր, բարև ձեզ, ոնց եք, լավ եք, երեխեք եկեք սրանից մի հատ նվիրեմ ձեզ, հա լավ զարդ հա, Մերսի շատ, մի հատ էլ ձեզ, վիա, շատ ապրեք, ուսանող եք, լավ հա դասերը, Աստատ կարաս։ բարև եղբայր, ոնց ես, մի հատ նվիրեմ քեզ սրանից, Ագայություն չեմ ուզում։ հա լավ, բարև ձեզ, լավ եք։ ոնց եք, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, այսինքն իմ ձեռով, իմ ձեռով, Լավ, դուք լավ եք, լավ եք, ոչ։ բարև ձեզ, ոնց եք, Լավ եմ, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, եք, մեծ չէ, սիրով, իմ ձեռով փակցնեմ, որ սենց շատ շնորհակալ եմ։ սիրուն զա, Հաջողություն ձեզ ու Բարև մեզ ձեզ։ բոլորի։ շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, կարմիր տակով չանցնեք, հա, սեղմովի, հա, բարև ձեզ, Չի վառում կանաչը, հա, վառեց, բարև ձեզ, ոնց եք, լավա ձեզ տրամատ, մի հատ նվիրեմ սրանից ձեզ, եթե դեմ չեք մի հատ իմ ձեռով, այս հենց կպցնեմ, մի հատ է ձեզ, բայց ձեր հակուստը հաստատ դուք կկպցնեք, լավ եք ժողովուրդ, ես ինչ ա եղել, Պերեմիշկա ենք տալիս, բարև ձեզ, ոնց եք, ոնց են գործերը, տրամադրությունները, երեխեք եկեք ձեզ նվիրեմ մի հատ սրանից, երեխեք, այ երեխեք, արի եղբայր, արի, մի ամաչի, արի մի հատ քեզ նվիրեմ սրանից, մագնիսով է, եթե մագնիս նգնի, մյուս կողմից կկպցնես, ուր, հաջան, բարև եղբայր, մի հատ նվիրեմ քեզ սրանից, Իհարկե, դրա համար մեկ է։ լպա, Երիմ ձեռով ես հենց փակցնեմ այստեղ, Դե մի հատ եկնեք կարող ենք։ հաճույքով, չէ, թարս բան պետք է անես,
տես ինձ սիրում եմ։ Ավե։ Բարև ձեզ։ Իհարկե, սպասեք մի հատ նվիրեմ ձեզ սրանից նոր երեխեք։ Տվեք։ Մի հատ այ սենց։ 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 Ոյ։ Սենց։ Այ մի կարանք, ոյ, կարանք նկարել։ Լավ եք երեխեք, ուսանող եք, լավա դասերը, ինչ մասնագիտություն եք ստանալ։ Ես էլ եմ գրում կառավարմանակաձե։ Բա մի րոպե։ Հաջողություն։ Հաջողություն։ Այ, քեզ էլ նվիրեմ մի հատ մագնիստուր, բայց այս հագուստը հաստատ ես դու։ Կարելի է աղջիկը նկարվի։ Իհարկե կարելի է։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Հաջան։ Ես Բելորուսիայում եմ ապրում ու շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպեցի ձեզ, սփռելով ձեր ձեռքը ու շատ մեր ազգագիստները բոլորն են համամիտ են ձեզ հետ ու ձեր բռնած ուղին մենք պաշտպանում ենք։ Շնորհակալ եմ եղբայր։ Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Շատ շնորհակալություն, պարոն։ Ասարդիկ կեն երեխեր։ Նա շատ լավ անում։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Սպասի, բարև եմ մի հատ։ Բարև եղբայր։ Ինչով եք զբաղվում։ Էշ, զբոսնում եմ։ Չէ, նկատի ունեմ աշխատանք, ուսանող։ Չէ, աշխատում եմ։ Որտեղ լավա գործերը։ Շատ լավ է։ Մի հատ նվիրեմ ես քարտեզից ձեզ։ Չէ, շնորհակալություն։ Հա, լավ է։ Բարև ձեզ։ Ոնց են ձեր գործերը։ Լավ ամեն ինչ։ Մի հատ ձեր խանութին որտեղ տեղ կա, փակցնեմ, որ ձեր գործերին հաջող։ Սենց կարանք անենք։ Սենց։ Այս սենց։ Հա, կլինի սենց։ Հաջողություն ձեր գործերին։ Լավ եք։ Մի հատ այդ քարտեզից դու։ Բարև ձեզ, ոնց եք։ Մի հատ ձեր խանութին նվիրենք։ Որտեղ փակցնենք, որ այստեղ։ Ահա։ Հաջողություն ձեր գործերին։ Շնորհակալ եմ ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Փաշինյան ջան, Լավ եք։ միշտ է ծևի առաջ։ Մի հատ եթե կարել է թորնիկիս հետ։ Հա, իհարկե կարելի է, թորնիկի համար։ Շատ շնորհակալություն։ Լավ եղեք, մենք ենք շնորհակալ։ Գնա։ Որտեղով ենք, որտեղ։ Արո վարչապետ։ Լավ ես եղբայր։ Լավ դու։ Լավ եղեք։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ եմ։ Մի հատ ձեզ նվիրեմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն շատ։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք լավ եք։ Լավ, ուրախ Բարով եք եկել Գյումրի։ Շնորհակալ եմ շատ։ Մի հատ տուր Լևոն։ Երեխեք եկեք ես քարտեզից ձեզ նվիրեմ։ Էս քեզ հագուստները հաստատ ձեր։ Էս էլ ձեզ։ Հա, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Մի հատ նվիրեմ քեզ։ Ունեմ։ Հա, ունես արդեն։ Բարև ձեզ, իհարկե կարելի է։ Շնորհակալություն մեզ խաղաղություն ապարգևելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կարելի է մի հատ նկարել։ Հա, իհարկե կարելի է։ Այս պատմական պահ է օգոստոսի 7-ի նման, որ ձեզ հետ պետք է անվի։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ։
Բարև ձեզ հարգելի գյումրեցիներ, ո՞նց եք։ Ո՞նց է գործերը, տրամադրությունները, մած սպասեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ինչի համար։ Ես ձեզ։ Հայաստանի պահապան լինելու։ Լավ եղեք, լավ եղեք։ Բարև ձեզ հարգելի գյումրեցիներ, լավ եք։ Լավ չէ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Սպասեք ձեզ մի բան նվիրեմ։ Հայաստանի քարտեզն է։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Լավ եք։ Բարև ձեզ տղերք։ Ո՞նց եք։ Ուսանող եք։ Դասերը լավ են։ Եկեք ձեզ մի բան նվիրեմ։ Ես քեզ։ Ես քեզ։ Մեր երրորդ ընկերը ինչ եղավ։ Ես էլ քեզ։ Լավ եղեք։ Արտյոմ բարև։ Լավ է։ Լավ Նիկոլ ջան, դու ինչպես։ Լավ։ Ինչ կա չկա, լավ այն տոնտե։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Հա? Արտուրի կողմից բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Արտուրի կողմից բարևներ։ Բարևներ, Արտուր ջան բարև։ Օպա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ։ Մի հատ տուր դրանից։ Մի հատ ձեզ պուճուր հուշանվեր թողեմ հաջողություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ կներեք ներխուժման համար։ Ես ինչքան մարդ կա, հիմա վարսավիրանոցները ամենահետաքրքիր տեղերն են, չէ՞ կարելի է գար նստել, սուրճ խմել, շատ հետաքրքիր զրույցներ լսել, նորություններ լսել, լավ եք։ Լավ եք, Գործեր լավ են։ նորմալ։ Լավ եղեք բոլոր։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եք։ Այն աղջիկը ուզում է կարծեք նկարվել։ Նկար։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Եթե ուզում եք նկարվեք, ուզում եք ուրեմն կարանք մի հատ է, բայց ձեր հագուստը բանա, ես ձեզ։ Չէ, նկատի ունեմ փակցն, չէ, տենց, հա նորմալ է, հա, տենց։ Նկատի ունեմ փակցնելու համար է անհարմար։ Ահա։ Պարոն վարչապետ, պատասխան սենց նվերեմ։ Օ, շատ լավ։ Շատ լավ։ Մի հատ էլ որ խնդրեմ նկարեք, մերսի շատ։ Մերսի շատ։ Լավ եղեք։ Ձեզ շատ սիրում եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Զգուշ։ Բարև եղբայր։ Որտեղ ենք։ Բարև եղբայր։ Բարև ձեզ պարոն պրոֆեսոր։ Բարև եղբայր։ Ստեղ ենք սուրճ խմում, մենք մի հատ սուրճ խմենք։ Ահա, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Արագ պատրաստվող սուրճ, ստեղ կնստեմ։ Չէ, լավ, ուրա, որտե եք պահել։ Բայց մի րոպե, ես ինչ են գցել, ես ինչ են։ Եթերում ենք, հատը եթերում սուրճ կարանք խմենք, ինչ կա, որ ինչ ունենք թաքցնելու մենք, եթերում սուրճ կխմենք։ Մենք էլ ենք ժողովրդի։ Մենք ժողովրդի ենք։
Ուղ եթերում թե սուրճ միջևի չենք խմել, չէ, բարև ձեզ եղբայր։ Ոնց են ձեր գործերը։ Շատ լավ է։ Այդ քո նկարած ալեն, որ ես քնած։ Սա տարածաշրջանը գտնվում է մեր առողջապահության։ Էս ով են, էս Որտե պարալել ամիս կմնես Այո։ Ջելը գույս մելը։ Շատ հատարով էր դե չքնես, գիրագել դե չքնես։ Ապա դու չքնես, բայց ասեմ արդյունք ֆանտաստիկ։ Ամեն չել շատ հետաքրքիր։ Պարոն Միրզոյան, հարցազրույցը որ բաց ենք թողել, հիմա անենք իրար այդ հազիվ, խնդրեմ, ձեր տպավորություններ, չէ, բայց ինձ արա որ Միրզոյան է երև, արի, ճիշտ է, այ հիմա արդեն ոչ միայն մարտի 1-ի բանի, մարտի 1 ասում ենք արդեն, մարտի 1-ի քարոզարշավի արդյունքներով, այլև այսօրվա արդեն այսօր մեր եզրափակիչ հանգարում ենք, գյումրիում ենք, ինչ տպավորություններ ունենք։ Վարչապետ, դե ակնհայտորեն ջերմագույն ընդունելության ենք արժանանում քաղաքացիների կողմից։ Առանձին դե ճիշտ է կենտրոնանում են ձեզ հետ ուրիշ հարցեր բան, բայց մենք հնարավորություն ենք ունենում մի փոքր այդ բանից են կենտրոնացումից շփվել խոսել։ Խնդրում եմ պատմեք, ես ասեմ, լավ, հեսա, որ հետո ավտոբուսում էինք, եթերից դուրս եկա, Միրզոյանին հարցում եմ, ասում եմ, պարոն Միրզոյան, ասում եմ, բանի արտաքին քաղաքական հարցեր տալիս են, թե չէ, ինչ պատասխանեցիք, պարոն Միրզոյան, խնդրում եմ պատասխանեք։ Ասეთ մի քիչ եթերում գուցե անհամեստ չի, բայց ոչ թե արտաքին քաղաքականության, ոչ թե հարցեր են, այսօր գոնե հարցեր չեն տվել, բայց մի քանի քաղաքացի տարբեր բնակավայրերում մոտեցել են, ասել են ուղղակի շնորհակալություն ենք հայտնում ձեզ իրականացրած աշխատանքի եւ արտաքին քաղաքականության։ Սա ինձ մեծ գնահատանք, պարոն վարչապետ։ Բայց այդտեղ ներկություն կա, պարոն Միրզոյան։ Միշտ չի որ տենց արվել։ Եկեք չմոռանանք հարգելի գործընկերներ, որ կար ժամանակ, որ մենք գալիս էինք, հիմա ով էր ասում, ուրախան ով էր գործընկերներից մեկը ասեց, ինչ լավ է, որ բանից են հարցեր տալիս։ Մանկապարտեզ, ճանապարհ եւ հա գործընկերներից մեկը չմոռանանք, ավտոբուսից իջնում էին, տարածաշրջանային, անվտանգային, միջազգային եւ այլն եւ այլն։ Հիմա ու շատ կարեւոր է, որ մարդիկ խաղաղությունը արձանագրել են եւ շնորհակալություն է հնչում խաղաղության համար եւ այդ խաղաղությունը վայելելուն ուղղված գործողություններ են միանշանակ եւ ես իհարկե մինչև այժմ էլ մեն առաջի օրը չի որ մենք քաղաքացիների հետ ենք շփվում եւ այդ կապը մեր երբեք չի կտրվել, բայց մի անգամ էլ համոզվեցինք, որ Հայաստանի քաղաքացիները իսկապես աջակցում են խաղաղության օրակարգին, աջակցում են ոչ միայն բան վարչապետ, որ դրան այդ չի սահմանափակվել այդ թեմաներով բնականաբար շփվում, աջակցում են ժողովրդավարական բարեփոխումները, աջակցում են մեր եվրոպական միության հետ կապված հարաբերությունների խորացումը, թարպես արտաքին քաղաքականություն ավելի լայն բանով, բայց իհարկե դուք իրավացի եք առաջին հերթին այդ բառը, որը խտացնում մարմնավորում ամեն խաղաղություն։ Հետո բայց մյուս կողմից էլ հիմա ես այդ բանը նախկինում եմ զգացել 2018 թվականին մենք այդ թեմայով խոսացել ենք, որ ծրագրերի զուգընթաց նաև ես որոշակի լարվածություն եմ զգում, ինչի, որովհետև 1, 2, 3, 4, 10-ից 4 փողոցը սարքվել է, այն 6 փողոցը, որ պետք է այդ 6 փողոցում լարվածությունը մեծանում, որովհետև մարդիկ մտածում են, որ լավ էսա կընդհատվի, էս էդ էր, 5 փողոցի տեղ կար կամ 4 փողոցի տեղ կար, մեր փողոցը դուրս մնաց, եւ դա հասկանալի լարվածություն է, բայց հիմքեր չկան այդ լարվածության համար։ Սա ձեր ասած, որ պրոբլեմը մի խնդրի լուծումը ստեղծում է նոր խնդիրներ, հետ է։ Առաջ ոչ մի փողոց էլ չէր վերակնորոգվում, այդ լարվածությունը չկար։ Հիմա կա, բայց դա լավ բանի մասին է։ Այո, իհարկե, եւ այո, քաղաքացիները պետք է պահանջեն, որ այս փողոցն էլ ասֆալտապատվի, դպրոցներ սարքվի։ Բասում են դու գնացել ես էլի։ Բան, Շվեյցարիա, չէ՞։ Լավ է գործելը։ Գնում ենք առաջ։ Ուրախ եմ շատ։ Ասում եմ, լույսը որ կա, լույսը նայելով չշեղվեն, միայն առաջ։ Ուրախ եմ։ Բայց մենք 10 հատ։
Էլ ինչ տպավորություններ ունեք կիսելու։ Դե նայեք, հիմա խոսեցինք խաղությունից, իհարկե արդիկ նաև շեշտում են եւ այդ առիթելու մասին, որ իհարկե մենք ցավում ենք մեր հարևանների հետ կատարվողի համար, քաղաքացիական զոհերի համար, որտեղ էլ որ լինի, բայց նաև դրանով հանդերձ է կարևորում ենք այդ խաղաղությունները, որը կա։ Այսինքն ինձ այսօր մի քանի քաղաքացի մոտեցել ասել է, ընտանիքս տեղափոխվում է մեծ երկրից Հայաստան, սա մի բանի ինդիկատոր է, չէ՞։ Չէ, դե ներգաղթի թիվը պատահական թիվ չի կարա դա պատահականություն չի կարա պատահականություն լինի, որովհետև ամեն տարի 20,000 մինուս, 30,000 մինուս, 40,000 մինուս, 50,000 մինուս, մեկ էլ մի տարի 8,600 պլյուս, այդ ոնց։ Միայն քաղաքացիները, ոչ թե մարդիկ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Շարժի սարքացի խաղաղություն։ Բայց այդ ենք ասում, այդ ենք։ Համենը 6 քանի ամիս, 7 ամիս։ Պարոն Սամոսյան, դուք ինչ Գործընկերներիս մտքերը պետք է շարունակեմ, իսկապես բնակության մոտ բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում հնչում էին, հիմա էլ չեն հնչում, որտեղ կամ դրանք կատարվել են, կամ ընթացքի մեջ են, եւ ենթակառուցվածքների մասով որոշակի անհամբերություն կա, որ ինչքան հնարավոր է շուտ արվեն, բայց մենք էլ լավ տեմպ ունենք եւ կարծում եմ արագ տեմպով գնում ենք այդ ուղղությամբ։ Ենթակառուցվածքները արագ այս բյուջեները, որ հատկացված են, կարգի կբերեն։ Ներողություն, ինձ գիտեք ինչը դուր եկա, որ մարդիկ հարցեր բարձրացրին, համայնքների մարդիկ ումել, բանում, մարալիկ ումել, հալինում էլ ոնց որ եւ ինչ բարձրացրին եւ միջ համայնքի ղեկավարը մոտեցավ մեկը ասեց մրցույթը եղել է հաղթող կա, մյուսը ասեց նախագիծը արված է, մրցույթ ենք հայտարարում, այսինքն իրականում չէ, իրական լուծումները ընթացքի մեջ են ու դա կարևոր է։ Տիկին Ղազարյան, դուք ինչ ունեք տպավորում։ Այսօր նախորդ օրից տարբերվող ինչ որ Երևի թե ավելի շատ շփումներ եւ շեշտադրումներ մանկապարտեզների դպրոցների կառուցման մասով, ամեն դեպքում ես աշակերտների հետ եմ հասցրի շփվել, հա, իրանք շատ գոհ էին թե դպրոցից, խոսում են իհարկե ֆիզկուլտուրայի, ուրեմն դահլիճի կարևորության մասին, բայց երեխաները ակնհայտորեն նոր միջավայրում են սովորում։ Ու մանկապարտեզի հարցն էր, այսինքն այնքան հստակ պահանջը քաղաքացի, որ 3 կիլոմետր հեռավորության գտնվող նորակառույց մանկապարտեզը խնդիր է։ Չէ, բայց մենք պետք է մի բան արձանագրենք, էլի ես չգիտեմ իհարկե կհիշեմ տիկին նախարարի հետ այս հարցը քննարկեմ, բայց պետք է ստանդարտ լինի։ Այս մենք չենք կարող մանկապարտեզ կառուցենք այնպես, որ բոլորի տնից 100 մետրի վրա լինի։ Դա բացառված բան է։ Ինչ որ մեկի համար պետք է լինի 1 կիլոմետր, 2 կիլոմետր, 3 կիլո, դա բացառված բան է։ Այսինքն որ բոլոր մեր քաղաքացիները ասեն, ընենք կառուցեք, որ մեզնից 100 մետր լինի, 500 մետր լինի, դա հնարավոր չէ։ Եվ մանավանդ այսօրվա պայմաններում, որ ցավոք սրտի մենք տասնամյակներ ենք ծնելիության նվազման տասնամյակներ ենք ապրել եւ մենք նաեւ պետքա այդ փաստը հաշվի։ Երբ որ երեխեքը կշատանան, կարևոր որ ոչ մի երեխա առանց մանկապարտեզի չի մնա։ Այսինքն մարդիկ որ ես հասկանում եմ դա, բայց պետք է հասկանանք որ դա հնարավոր չէ։ Բայց մենք շատ ենք խոսել Մենք խոսել ենք մանկապարտեզների անհրաժեշտության մասին ոչ միայն երեխայի տեսանկյունից, այլ կանանց աշխատանքային զբաղվածության տեսանկյունից։ Եվ շատ լավ է, որ համայնքը այդ պահանջը դնում, այսինքն նշանակում է, որ կանայք ուզում են վերադառնալ աշխատաշուկա եւ կանայք խնդիր են լուծում մանկապարտեզներով իրենց զբաղվածության խնդիրը եւ շատ ողջունելի է, որ բոլոր համայնքներում փաստորեն մենք կարողանում ենք նաեւ խթանել կանանց ցանկությունը վերադառնալ աշխատանքին։ Իհարկե, բան։ Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում երկրում, ընտանիքում, համայնքում միշտ ինչ որ հոգս ու ինչ որ խնդրեմ կարա լինի։ Եթե ասենք հիմա մարդը բարձրացնում է ճանապարհի հարց, մանկապարտեզի, դպրոցի հարց, նշանակում է մյուս օրինակ այն հարցերը, որոնք որ բարձրացվում էին 4-5 տարի առաջ, արդեն ինքը համարվում է լուծած։ Նույնը տան մեջ է, օրինակ, եթե բոլորը առողջ են ու բոլորը կրթված են, օրինակ
կենցաղային մի հատ ուրիշ հարց է ի հայտ գալիս, վերանորոգման հարց։ Տեսեք, ուրեմն դա աքսիոմ է։ Զարգացումը հետևյալն է։ Դու լուծում ես մի հարց, ստանում ես 3 հարց։ Լուծում ես 3 հարց, ստանում ես 9 հարց։ Լուծում ես 9 հարց, լուծում ես անգամ 3։ Դա զարգացումը։ Այսինքն այո։ Եվ այս ընկալումը չկա տենց իրավիճակ, որ գա հարց չլինի լուծելու։ Ես էլի հատուկ չնայած այդ եթերը ոնց որ տենց լավ ձայնի խնդիր ունի, աշխարհում տենց երկիր չկա, որտեղ բոլոր հարցերը լուծված են։ Չկա տենց երկիր, որտեղ բոլոր հարցերը լուծված են, երկիրը Եթե հետընթաց է առնվազն ապա։ Պարոն վարչապետ, եթե մենք մեր պատկերացրած բոլոր հարցերը լուծենք, էլի լիքը նոր հարցեր են ի հայտ գալու, որ այսօր չենք էլ պատկերացնում, այո։ Եթե արտահայտողներ կան, մենք ձեզ համար չենք խոսում, մենք իմիջի հետևորդների համար ենք խոսում, որ հետևեք իմիջին, բաժանորդագրվեք։ Մարալիկում ենք կարծեմ, բնակիչներից արդեն ասում են, որ օրինակ իրենք շատ կցանկանան, որ իրենց համայնքում երիտասարդական կենտրոն լինի, այսինքն արդեն կուլտուրայի տներ, այսինքն արդեն խնդիրը դպրոց մանկապարտեզ ասֆալտի լեվելից, բայց նախընտրական ծրագրի մեջ այդ թեմային հատուկ անդրադարձում։ Ես էլ կարծեմ թիվ եք նույնիսկ գրել 30 կարծեմ 30 նորը, բայց հիշենք, որ մենք ունենք ընթացիկ բացված էլ կա, ընթացիկ էլ կա եւ հետեւաբար մենք մինչեւ տարվա վերջ պետքա 26-ը ունենանք եւ մեծ մասը արդեն բացված ունենք տարբեր համայնքներում։ Դուրս գալուց հետո էլ չենք ընդհատում, թափանցիկ ժողովրդական թափանցիկ ձևով սուրճ խմեք ժողովուրդ ջան։ Հերիքա այդ պատերի հետևում դավադրաբար սուրճ խմեք, թե խմեք, այ թող բոլորը տեսնեն, որ մեր կապուչին իրոք է, ճշտում։ Այս սրճարանում բազմա շաքարավազ չեն տալիս, մեղր են տալիս։ Ստիպված եմ ես, գուցե դա է ճիշտը։ Առաջին անգամ փորձում եմ մեղրով կապուչինո։ Հիմա կհասկանանք դա։ Ընդհանրապես ես ձեզ ասեմ, այդ միտումը տարածվում է շաքարի օրենքը չփոխված, ամենաարագ աշխատած օրենքն է։ Մենք օրենք չենք ընդունել, որ սեղանին չդրվի շաքարավազ միտում կա, որ հիմնականում պարոն Միրզոյան, աշխարհում այդ միտումը չեք նկատել, որ շաքարավազը այլ բաներով փոխարինելու միտում կա այնուամենայնիվ։ Այո, պարոն վարչապետ, բայց ես անկեղծ ասեմ իմ դժվարությունները, այստեղ հարցեր։ Անց արդեն դառնում է շատ վնասական եւ իմ փիլիսոփայությունն է, որ որոշ բաներ կյանքում վիզիտա աղը, շաքարավազը։ Պարոն Միրզոյան, ձեզ ասեմ, կախված է տարբեր Դուք մենք խոսել ենք դրա մասին, դուք շատ լավ տեսք ունեք, ինչի կապակցությամբ ես մարդ կա, օրգանիզմ կա, որ ենթադրենք այնքան շաքար օգտագործի, ինչքան դուք եք օգտագործում, կարող է մի ամսվա մեջ 5 կիլո քաշը ավելանալ։ Այսինքն օրգանիզմի նրբությունները մեկին շաքարն է լավ, մեկը ընդհանրապես քաղցր որևէ բան չունի, որովհետև եկեք մենք չենք արձանագրում, Տիկին Ավանեսյանն ուր աստեղ չի, մենք չենք արձանագրում, բայց դա լուրջ է, որ մարդու առողջության մի շատ զգալի մասը կախված է իր սնվելու
ասենք, սենց ասենք, սնվելու Եվ կուլտուրա է։ ովանդացությունը Եվ այո, ժամանակը, կանոնավոր ժամը, այդ ամեն ինչ կապ ունի։ Եվ հիվանդությունը ընդհանրապես չէ, ավել քաշը, որը բոլորը ունենք։ Ինչի՞ դա է սա ինչը։ Չէ, որովհետև մարդը այս 200 տարի է որ էս իրավիճակում է, որ ինքն է իրան թույլ տա ավել չէ, այո, որովհետև ֆիզիկապես այս անշարժությունը ընդամենը 150 տարվա պատմություն է, որտեղ 150 ինդուստրիալ հաստոցի մտաշխատելիս գնալով ավելի Մնստաստորը սնունդը գալիս է, ինչև այդ սննդի հետևից գնացել են Իհարկե տեղեր կան, չեմ ասում, որ բոլորը առանց բացառության, առանց սահմանափակման հասանելիությունն են սնունդին, բայց հիմա փառք Աստծո, մենք նաև թոշակները սպառողական պարենային զամբյուղը աղուս էինք անցել, այս նշանակում է, որ մարդը իր ուտելիքը կարա ապահովի, հիմա այս սպառողական ծեյական բարձրենք, այսինքն մենք կարանք ասենք, որ Հայաստանում գործնականում այդ խնդիրը լուծված է։ Դե դուք էլի բացարձակ թվով եք համակում, չնայած մենք բոլոր այս խոսակցությունների մեջ շերտը նշում ենք, դուք բացարձակ թիվն եք վերցնում սպառողական զամբյուղի թիվը եւ այն ինչ որ հիմա կլինի, ասենք նվազագույն փոշակ, ավելացված։ Բայց դուք էլի ախր այն ծախսերը, որոնք արվում էին նախկինում այդ սպառողական զամբյուղից, առաջին հերթին առողջապահական, դեղեր եւ այլն։ Հիմա այդ չի լինելու, հիմա կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետը դրա համար անդրադարձավ սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամը առողջապահական ծախսեր։ Դու գործնականում մարդիկ իրականում են բարի շատ է։ Բայց հաշվարկով են բանակ այսպես 6000 հաստատվեց։ Էլի որտեղ այդ 6000-ը Այդ իհարկե ասում են այն իմաստով 6000-ը տարել ենք, մենք հանել ենք, տարել ենք։ Այսինքն եթե տրամաբանության բան անենք, մենք կարող ենք արգելի գործընկերներ ապրիլի 1-ից որ հիմի չասենք, մենք կարող ենք ասել, որ մենք փակել ենք սոված սննդի կարոտ թոշակառուի էջը Հայաստանի Հանրապետությունում։ Դա փաստ է։ Եվ բուժօգնության կարոտ։ Դե այդտեղ 61-ից 63-ը հələ դեռ բանա, բայց հաջորդ տարվանից իրանք էլ կմտնեն եւ կփակվի։ Ահա շփոթ, եթե վերցնեք ամուսիններ, ծեր ամուսիններ, հիմա մենք մի հոգու մասով ենք այդ հաշվարկը անում, դուք պատկերացրեք 6000-ներ, այսինքն պլյուս 12000 մտավ այդ տուն, այո, պլյուս 8000-ներ մտավ հետ վերադարձով, այսինքն անկախներով, եւ պլյուս 10000, չի 20000, երկու անգամ 16, երկու անգամ 6, 12, գումարած 20000, այդ փոքր գումար չի առնվազն։ Ես արդեն մարդկանց այդ շփումից հասկանում եմ, որ նույնիսկ մենք մեզ հաշիվ չենք տալիս, թե մենք ինչ էական, սոցիալական շեմ ենք Շատ է։ Իսկ մենք մարդկանց էլի փողոցը նրանք ովքեր նստած են իրականացից կտրված միտումնավոր կամ ոչ միտումնավոր, ոչ չարակամոր են ու ես ասում եմ անկեղծ եմ ասում մենք կարանք մեր արածով հպարտանալ անկեղծ ես գիտեք էլի դուք գիտեք ես տենց առանձնապես ման չեմ տենց սովորություն չունեմ մանավանդ թիմակիցների եւ մերձավորների հասցեին գովեստի խոսքեր շռայլել բայց այնքան ակնհայտ է դա որ ես ուղղակի նույնիսկ ես չեմ կարող չընդունել Դե հիմա որ ասում եք իհարկե ձեր գլխավորությամբ եւ ձեր դրած բայց ախր չկա համարյապես ոլորտ որտեղ այդ չեն կարելի մարդը sense գոհունակությամբ մոտ երազենք այդ գունավոր միջազգային արտիական միջավայրով դպրոցներում սովորեինք ասեք լուրջ էլի ամեն մեր բանը ինչ է մեր հիմա այն մեզ ուղղված ֆունդամենտալ հարց
մեզ ինչ են ասում, ասում են Ղարաբաղը կորցրինք եւ զոհերի համար են ասում, զոհերի պահով իհարկե, բայց ես չեմ անընդհատ ասում եմ, մենք ծնկի ենք գալիս մեր զոհերի առաջ, բայց գիտեք, եթե մենք խոսում ենք պատմական ցիկլ հաղթահարելու մասին, պատմական անիվ հաղթահարելու մասին, մեր եղբայրները ընկան, որ Հայաստանը ոտքի կանգնի ու տենց եղավ։ Բայց ես էլ շատ կարևոր բաներ կար, եկեք մենք խոստովանենք, ընդ որում սա բան չի, ես նոր ազգային ժողովի ամբիոնից էլ ասացի։ Այդ երաշխավոր, որ ասում են, չէ, ես առաջիկայում ուզում եմ եթեր անեմ հատուկ այդ թեմային։ Էլ եկեք գնանք մի հատ պատմությունը նայենք, մեր պատմությունը նայենք։ Երկրորդը Ղարաբաղի մասին ես իմ ամանորյա ուղերձում շատ դժվար էր, շատ ծանր էր, բայց ես դա ասեցի։ Դա մեր աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի մենք բարև եղբայր մտածողությունն է, երբ որ ես ասեցի, որ իրականում Հայաստանը մերը չէր, այլևս մերն է։ Այո, մենք պետք է այդ շատ ծանր, շատ դժվար բան է, բայց մենք պետք է առերեսվենք դրա հետ։ Եվ այն, որ ես 2020 թվականից ես անընդհատ այդ ասում եմ, եւ այդ գիտակցումը սենց մի անգամ չէ, որ մենք սա իմանայինք 2018 թվականին, բայց ով կարող էր, մենք հո հայկական գիտակցությունից առանց չենք կարող լինել։ Բայց այդ ձեր ասածը, պարոն վարչապետ, մի անգամ ամենաբան բնորոշումը իմ համար շատ ազդեցիկ է, ինձ զոհվածի ծնողներից մեկը ասեց մի անգամ։ Քննարկում ենք բան դե պարտադիր ծանր է խոսակցությունը, բան։ Գիտեք ինչ ասեց, ասեց իմ տղան զոհվել է Հայաստանի անկախության համար։ 100% ճշմարտություն։ Հաստեցություն ասեց գնաց, ես ասենց այդ մարդու հետևից կանգնած մտածում եմ էսի ու ասենք դա քաղաքական բարձրագույն գիտակցություն է։ Քաղաքական բարձրագույն գիտակցություն։ կանգնել էի ու սկսեցի Մարսելին ասած է։ Դա 100% ճշմարտություն է։ Ընդ որում մի շարք հանգամանքների բերումով դրա սխեմատիկ պատկերը տալու սահմանափակում ունենք, բայց ես գիտեմ, որ այդ պահն էլ է գալու, որ այդ սխեման ցույց տալու համար, որ դա ոչ թե տեսական ուղղակի բան է, էմոցիոնալ։ Սխեմայով դա կամ հիմա սահմանափակումներ ունենք, որ պետք է ժամանակ անցնի, որ մենք այդ սխեման հստակ կարողանանք բացատրել։ Դա 100% ճշմարտ։ Հա, բայց մի բան առանց տիրապետելու այդ ձեր ասած փաստերի ավելի շատ թափեր զգում են, գիտեն, հիանալի հասկանում։ Գիտեք, տենց շատ գիտնականներ կան, ովքեր ասում են ինտուիցիան ավելի կարևոր բան է, քան ինֆորմացիան։ Հարցանակակիր է հենց դա ասել, սիստեմ 1 եւ 2 ուղեղի մտածելու։ Որովհետև դու կարող ես հասանելիություն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով չունենալ ինֆորմացիային։ Եվ դա ինտուիցիան է, որ այդ պայմաններում քո կենսունակությունը ավելացնում է։ Իսկ եթե ինֆորմացիան ու ինտուիցիան իրար հետ են, ստացվում է այն, ինչ որ ստացվել է մեր դեպքում, ստացվել է այն, ինչ որ մենք ունենք։ Եվ ես այսօր ասում եմ, շատ հետաքրքիր դրվագ եղավ, ես չգիտեմ այդ դրվագը տեսա, մարդուն ասում եմ ո՞նց եք, ասում է լավ չեմ։ Ասում եմ ինչի, ասում է դե ինչ ասեց։ Չէ, մինչև գործ չկալը, երկրի վիճակը լավ չի։ Չնայած ձեռս բան կար, ասի լավ մոտենամ, ասի խնդրում եմ բացատրի, թե ինչի երկրի վիճակը լավ չի։ Եվ այդ խոսակցությունը արդեն տեղի ունեցավ, որ ասում է գործ չկա, ասում եմ ինչ եք մասնագիտության, ասում է բանվոր են։ Համայնքի ղեկավարն ասում է այս պահին 50 բանվորի աշխատատեղ է։ Այստեղ խնդիրը ուրիշ, բայց ես այդ պատմությունը կրկնելու համար չեմ ասում։ Ես ասում եմ մի բան, որովհետև հիմա այս ինֆորմացիոն, դեզինֆորմացիոն պատերազմը որ կա, մենք պետք է մեր ձեռքբերումները եւ մեր նվաճումները պաշտպանենք, որովհետև եթե մենք չպաշտպանենք, այդ մարդը ինչից է, գործ չունի, չէ, պարապա, նստած է, հեռախոսը ունի եւ բանը կարդում է, թե ոնց էս տվին, են տվին, էս այն են տալու, էս այն են տալու, էս եւ այլն եւ այլն եւ այլն։
Մենք մեր ձեռքբերումները պետքա պաշտպանենք։ Մենք պատմական ցիկլ ենք հաղթահարել, մենք պատմական տեղ ենք հասել, այնպիսի մի տեղ, որի մասին շատ դժվար կլիներ երազել։ Բարձրախոսով է։ Միայն այդ հակաքարոզչությամբ չի կարծում, նաև այդ պատմական ցիկլի տրամադրվածության եւ տրամադրության մեջ է այդ ամեն ինչը։ Ես ձեզ այն տաքսիստի օրինակը պատմեցի, չէ՞, որ նստեցի տաքսի, ասեցի ոնց ես, ասեց յոլա։ Ես մի 2 րոպե պաուզա վերցրեցի, ասեցի բայց լավ, ինչի յոլա, էլի։ Ասեցի աշխատում, թոշակ ստանում ես, այո ստանում եմ 70,000։ Այս Uber բանում GG-ում աշխատում ես, այո, մոտավորապես մի 300,000 վաստակ։ Ասում եմ ապահովագրությունը հիմա ունես, թոշակառու էր 65-ն անցել, բայց լավ տեսնում էր աշխատում էր եւ այլն։ Թոշակը հիմա բարձանում է, այդ առավելությունները հաշվեցի, ասես դե բայց դե էս իմ գործը չի որ պետք է անեմ։ Մի պահ ինձ թվաց, որ այլ գործի է եղել, որ հիմա տաքսի է քշում, ասեցի նախկինում ինչ ես արել, ասեց վարորդ եմ եղել։ Վարորդ եմ եղել։ Այսինքն ինքը վարորդ է եղել, հիմա տաքսի է քշում, բայց այդ ցիկլի մեջի տրամադրությունը իրան թույլ չի տալիս իր աշխատանքից հաճույք ստանալ։ Բայց յուրաքանչյուր աշխատանքից պետք է հաճույք ստանալ։ Այնպես ինչպես բոլոր տեղերում։ Այսինքն դե այսօրվա դեպքն ասում եմ մասնագիտությամբ ինչ ես, ասում եմ գործ չկա, ասում եմ ինչ ես մասնագիտությամբ, ասում եմ բանվոր եմ։ Ասում եմ ո՞նց կար այսօր ու համայնքի ղեկավարը ասեց 50, հենց հիմա 50 թափուտ է։ Որում հենց իրանց համայնքում հիմա տասնյակներով, եթե ոչ հարյուրներով օտարերկրացի բանվորներ կան։ Յանա փոխմարզպետն է։ Հա, փոխմարզպետը կասի։ Ճանապարհներին ես տեսնում, շինարարության մեջ ես տեսնում, այսինքն լավ դուք զրուցեք, ես մի հատ արդեն կարող ենք ընդհատել, հարգելի բարեկամներ, շուտով շարունակենք արդեն Գյումրիում քայլել, շնորհակալություն։ Այդ sense որ գալ Երևան։ Լավ է բարայք։ Դուք զրուցեք իրոք եւ երբեք ուրա բարձրախոսում։ Մարկոս մի քիչ Ամերիկայի տրամադրությունների։ Այդ աշխատատեղերի հետ կապված մի հատ բան պատմեմ, պարոն Խուդացյան։ Պարոն Խուդացյանի հետ գնացել էինք Վայոց ձորի մարզ ու ճանապարհաշինություններ ու դպրոցաշինություն տեսանք երկու հայ աշխատող ու բազմաթիվ օտարերկրացիների։ Այս այդ հարցերից մեկն է, որ մեր երկրում իրականում կա աշխատատեղեր շատ, բայց մեր քաղաքացիների մի մասը դա երևի թե օբյեկտիվ է, կենսամակարդակը երբ որ բարձրանում է, մարդիկ ավելի լավ աշխատանք կամ ավելի բարձր աշխատավարձ են պատկերացնում կամ պահանջում, ինչը նորմալ է, բայց մենք հիմա այդ տրանսֆորմացիայի փուլի մեջ ենք։ Շնորհակալություն Տիկին Մակուս։ Ստատիստիկ ամերիկացին, էլի այդ տրամադրությունները, օրինակ ես շատ եմ ճամփորդել Միացյալ Նահանգներում եւ չեմ ասի, որ օրինակ Միացյալ Նահանգների խորքում կա այն բարեկեցությունը, օրինակ որ կա մեծ քաղաքներում եւ շատ հաճախ կարող եմ նույնիսկ այստեղի կենսամակարդակի հետ համեմատել, նույնիսկ որոշ տեղեր ավելի ցածր, բայց ես տեսել եմ, որ նույնիսկ այն փոքր աշխատանք, որ իրականացնում է, այդ մարդը հաճույք է ստանում, կամ այն Friday night-ը, որ սպասում է, հաճույքով է սպասում դրան, ձեր տրամադրությունների մասին խնդրում։ Դե հայ իհարկե այնտեղ ամեն ինչ շատ բազմազան է եւ ենթակառուցվածքների զարգացվածության տեսանկյունից էլ նույնպես ոչ բոլոր նահանգներում եւ քաղաքներում է, որ նույն զարգացվածության աստիճանը կա։ Բայց ես սեփական աշխատանքից հաճույք ստանալու մասով իհարկե միանշանակ ճիշտ եք եւ կուզեմ, որ մենք նույնպես մեզ մոտ այդ որպես մշակույթ իհարկե որդեգրենք։ Չգիտեմ, ցանկացած աշխատանք, ցանկացած մարդ անում է իհարկե գերագույն հաճույքով եւ վարակիչ է դա։ Բայց ես ուզում եմ ուրիշ բանի մասին խոսել, վերջերս մենք Միացյալ Նահանգներում համայնքի հետ էինք հանդիպում, հայկական համայնքի եւ մենք պետք է գնանք արդեն։ Ներողություն, մենք պետք է արդեն գնանք։
Ես որ անցա դու շատ հեշտ ես։ Ես մի քաղաքապետ։ Աշիրը գնա քաղաքապետարան։ Որ բերել եք հատուկ մեր Հայաստանի Հանրապետության համար։ Մարդ ուժ պիտի լինի, որ չնկատի այդ բոլորը։ Ճիշտ եմ ասում։ Գնացինք։ Հա, եղբայր։ Բարև եղբայր։ Մի հատ բարև ենք նոր։ Ես շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Իմ խորին շնորհակալություններս։ Այս քոր աչքս 80% արդեն կտեսնի Առողջության ապահովագրությունով եք արել։ Եր։ Անցյալ շաբաթ օրը։ Լավ է։ Աբրիկ ձեզ ցավը տանում, հեշտ մի ղեկավարը մսկես մեզ լավ չէր նայել։ Բայց Facebook-ի մեջ մի հատ լավ բան կգցեմ։ Անուն ազգանունս Գևորգյան Սամվել։ Կարևոր առողջ եղեք Facebook։ Երախտագիտության մասին Facebook-ում այնքան բան գցող կա։ Դուք առողջ եղեք։ Դերախտանակը ձեզանից է կախված։ Ձեզանից է կախված։ Պետք է գնաք, քվեարկեք, որ հաղթեք։ Ես հենց այդ մասին եմ ասում, որ կողքը բոլորս բոլորին ասում եմ, անպայման պետք է շտապ քվեարկեք։ Լավ է։ Հաջան։ Որջում։ Բարև։ Հանդիպեցին։ Ախույրանից եմ։ Հա։ Ես այդ հանդիպում եմ։ Значит, կա։ Հա։ Անայդ աղջիկա։ Բարև Անայդ ջան։ Սպասի, մի րոպե։ Այ քո գլխարկը շատ հարմար է, այ գլխարկը։ Ահա, այսպես։ Գնաց։ Բարև ձեզ։ Կգաս դու։ Կգաս։ Ուզում ես։ Եթե չի ուզում ձեր գիրկը թող մնա, եթե ուզում է թող գայեմ գիրկը։ Գնա, հա,ար իրար հետ։ Որ խնդրեմ կնկարեք։ Ահա, սա։ Հա, չի սիրում նույն հեռախոսը որ վերջին։ Լավ դե չի ուզում նկար։ Ահա հեռախոսը։ Բարև։ Մի հատ հարցեր է մեր զինթոշակառուների բնակարանների հարցը ինչ փուլում է։ Հերթի մեջ է։ Մենք հիմա մեր ծրագրի մեջ ենք գրում, որ 100% լուծել։ Այն օր անվտանգության Պապիկյան։ Պարոն Պապիկյան։ Անվտանգության խորհրդին էլ քննարկել ենք։ Պարոն Պապիկյան, անվտանգ մեր հարգելի զինծառայողը նախկին բնականի հերթացուցակի մեջ է եւ ասցի, որ անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք եւ հիմա նախընտրական ծրագրի մեջ ենք դնում, որ խնդիրը հերթի ամբողջական լուծելու ենք։ Հիմա նույնիսկ շրջանառված է փաստաթղթը։ Հիմա ենք, չէ՞ ընդունում։ Այո, առաջիկայում կառավարության որ նախագիծ կունենան, ու այս տարվանից սկսենք։ Ինչ մեխանիզմով ենք։ 4 տարում մարելու ենք ամբողջը։ 4 տարում ամբողջը։ Այսինքն ինչքան զինվորական ծելման։ Այս շատ կարևոր է, որոնք հերթի մեջ են, ում նկատմամբ պետության պարտավորությունը ֆիքսված է, 4 տարում ամբողջը փակվում։ Այդ թվում է զոհվածների հարազատների։ Սերֆիով չի դաց։ Իսլամ դատե։ Ոնց է։ Երկրորդ անգամ։ Մեկին առաջ քայլելուց են բարևես Որ, այն 18 թվի, ակո բարևոր եմը հաջող է։ Բարևես պահապան։ Հələ տուր։ Ասմա 18 թվին ենք հանդիպել։ Նա թող իմ ձեռով էլի։ Վայ ներդիմ քեզի։ Հակավոր ջան։ Ահա, մի հատ նկար է։ Ահա։
Են 18 թվին է ինքը ճանապարհել ինձ ստեղից։ Շեն մնաք։ Վայ։ Ես ոնց միացնեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սպասեք ձեզ։ Մատ կարելի է։ Կարելի է։ Այ սենց սիրուն փակցնենք, այ շատ լավ զարդ եմ հատուկ եկել։ Շատ լավ զարդ։ Մոսկվայից եկել եք։ Այո։ Որ Մոսկվայից եկել եք, որ մեր դեմ քվեարկեք։ Անպայման։ Չէ, ձեր համար։ Բայց տենց լուրեր են ասում են Մոսկվայից Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ մեր չէ, սպասեք։ Չէ, ես ընդհակառակ ասում եմ, թող բերեն, որովհետև եկածների 84.5%-ը ընդեղ մեր արած հարցումների համաձայն քվեարկելու է մեր օգտին։ Լուրջ եմ ասում։ Չմտածեք կատակ եմ անում։ Ամենալուրջ անպայման։ Շատ ուրախ եմ, որ բոլորին տեսա, շատ։ Նմանապես, լավ եղեք, շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ընտրությունների ժամանակ ստեղ եք լինելու։ Չգիտեմ, հունիսի 7-ին չգիտեմ։ Երեխեք նայեք։ Նայեք երեխեք։ Սպասեք երեխեք, հələ սպասեք, բայես։ Հələ սպասի, ձեր գլխարկի շատ սիրուն է ստացվում։ Էս մեկ, էս էլ երկուս։ Ահա, շատ սիրուն է։ Հիմա մի հատ էսենց նկարեք։ Շատ ապրեք։ Ինչի։ Էսու։ Հա, իհարկե եղբայր։ Ձեզ նվիրել եմ այդ բանը։ Դե սպասեք նվիրեմ նոր։ Հաճույքով։ Մեկ կարելի է ես փակցնեմ։ Հաճույքով։ Իմ ձեռով էլի մեծ պատիվ է։ Իհարկե կարող է, եթե ցանկություն ունեք։ Ես շատ շնորհակալ եմ։ Ես ասած պահապան եմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալ եմ եղբայր։ Ահա, հիմա տեսնենք սենց կարանք փակցնենք, որ չընկնի։ Ահա։ Լավ եղեք։ Ուշադիր կընկնեք։ Շնորհակալ եմ։ Ուշադիր կլինեք։ Մենք ենք շնորհակալ ձեզ, մենք ենք ձեզ շնորհակալ։ Նկարվենք։ Արի, ես ասեմ կնկարեմ։ Ում չենք բարևել։ Ում չենք բարևել, բարև, ում բարևել ենք, բարևն Աստծունն է, ոչինչ։ Երկրորդ անգամ էլ կարանք բարևենք, ոչ մի խնդիր չկա։ Գրասենյակ մտնենք, բայց մի հատ մտնենք մոմ վառենք, նոր գնանք։ Բարև եղբայր։ Արգանքներս ջան, բարի գալու Շիրակի մարզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, նկարիչ ունեք Հայաստանի մեջ։ Այս դու հատուկ ոնց որ ես սրա համար ես բան։ Գույնը բռնեցե, բայց սևի վրա կպցնեմ, որ լավ է։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մի հատ մտնենք մոմ վառենք նոր։ Բարև եղբայր։ Չունիք ես բան։ Ունենք, քիչ ունենք։ Մի հատ իմ ձեռով սենց պարգևատրեմ, էլի քեզ։ Հա բան էիր ասում անում։ Չէ, ուղղակի բան արեցի։ Դեպի գրասենյակ մտնելու։ Հա, կմտնենք գրասենյակ, մի հատ մոմ վառենք։ Ու գնանք գրասենյակ։ Ավելի լավ է ժամը գցում։ Էսա։ Ստեղա գրասին։ Ապակիներով։ Էսա մեր գրա, բայց գիտեմ են։ Հա, ավելի լավ։
ձեզ։ Ինչտեղ ասենք։ Ձերս բանը նկարել տակ կարող եք չնչնկնալ։ Չէ, հիմա գումար չկա, չեմ կարող գումար։ Բարև ձեզ, ոնց եք։ Բարև ձեզ, ոնց եք։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հիմա կոֆե ապարատները ամենալավ հավաքատեղին է, չի ձեզ բարևել են։ Ահա, եկանք հասանք մեր շտաբ։ Հետո կացեք, հետո։ Հետո։ Բարև եղբայր։ Օ, մոլոդից, ես ինչ լավ։ Ես հիմա մեր գրասենյակն է, բարև ձեզ։ Հետո տաղալու են ախնդրական շտաբ, պարոն Վարչապետ։ Շատ լավ։ Բա հին գրասենյակը չկա, հանձնել ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Լավ եք, շատ լավ։ Բարև եք։ Ուրախ եմ։ Ձեր կողմն է։ Շնորհակալ եմ շատ։ Մենք է Գյումրիի կողմն ենք։ Պարոն Վարչապետ, պարոն Վարչապետ։ Շատ լավ։ Չբռնենք ստեղ տեղափոխենք կենտրոնական շտաբը ստեղ։ Այս խորհրդակցությունների սենյակն։ Ահա։ Էսեն սեղանն է, հա, էսեն 15 թվի սեղանն է, որ Էրամջան Սուրենի տուարեգով բերել ենք։ Հա, էս սեղանն է։ Էրամջան Սուրենի տուարեգով ենք բերել այս բանը, սեղանը ստեղ։ Ով կա այդ ժամանակներից։ Ես եմ մնացել, պարոն Վարչապետ։ Պարոն Վարչապետ, ստեղ։ Էրամջան Սուրեն։ Թան եք խմում։ Չէ, սառը սուրճ, Սառը սուրճ։ Այստեղ մենք սենյակներ ենք առանձնացրել, հանդիպումներ։ Ես շատ լավ է։ Ինչ ա եղել այստեղ առավ։ Բանկ է։ Ստեղ այսպես սենյակներ ենք։ Շատ լավ է, շատ լավ։ Այս երբ ենք վերցրել, չգիտեի։ Պարոն Արուշանյան, երբ ենք վերցրել, չգիտեի ես։ Ես վերցրել ենք զոնի գրասենյակ է դու նախորդական շտաբ եք առնել։ Հա, բնականաբար։ Վերեք բարձրանա։ Այս նապերիտի
Լավեց։ Հարցանոց։ Տավախությունը, որ խորտենից Աստեղ չէ, հոյա պապա։ Ստեղ հանդիպումների բանի։ Դե նստեք, հարգելի գործընկերներ, նստեք բացում անենք գրասենյակին։ Ահա։ Գյումրու շտաբի պատասխանատունը կենտրոնական պատասխանատունը։ Շիրակի։ Գյումրու եւ Շիրակի։ Ես կենտրոնական շտաբն եմ արսի։ Բենե ինտերնետ պատասխանատունները գյումրու պատասխանը Լավն է։ Արժանի։ Այո։ Շատ լավ է, շնորհավոր։ Դե գնացինք։ բաներ ցույց տանելու ձեզ պարոն Հարությունյանը։ Մի րոպե, ասում են լրիվը չի։ Բայց բոլորը թող չգան։ Շտապել ենք ծապ տալով։ Բայց բոլորը չեն գա։ Բոլորը չգան, են գաղտնիքներ կան ընդեղ։ Լայվը կնայենք էսա։ Ահա, լայվով կարա գնայք։ Լայվ։ Էս ինչ լավ տարածք է։ Ես լավ տարածք եմ, պարոն։ Հա, ոչ մեկ չի։ Չէ, սուսեք, ոչինչ։ Չասեք։ Չէ, ոչ մեկի չասեք, ամեն դեպքում մեր մեջ մնա, էլի։ Սիրելի, իմեջի հարգելի 1,180,000 հետևորդներ, խնդրում ենք ոչ մեկի հանկարծ չասեք։ Օհո։ Էս բացվում է, այնտեղ դուրս գար։ Ահա։ Արժի։ Մարսպետի ասածը պետք է արվի տեղում։ Մարսպետի ասածը պետքա տեղում արվի եւ այս ընդեղ կանգնի, որ Գյումրիին ու գյումրեցիներին մի հատ սրտի կանենք։ Չէ, սենց կանգնի դիմաց։ Գյումրի եւ գյումրեցիները սրտիկը ձերն է, այս անհատական իմ կողմից մի հատ հարգելի Այն ֆոնի վրա, լավ։ Այն ֆոնի վրա։ Դե եկեք հարգելի։ Նրանք ովքեր սրտի կանելու հետ խնդիր չունեն։ Մարդ կանեն։ Պա Միքայելյանը չի անում, սկզբունքորեն։ Սիրելի Գյումրի եւ սիրելի գյումրեցիներ, մեր ողջունները ձեզ։ Այսօր ցավոք բոլորիդ հետ եւ շատերիդ հետ չեն կարող շփվել, բայց այս ուղիղ շփումն է։ Սա մեր գաղտնի Սա մեր ուրեմն հարգելի գործընկերներ, սա մեր գաղտնի հանդիպումների տեղն է։ Խնդրում ենք ոչ մեկին չասեք։ Մենք պայմանավորվել ենք, որ սրա մասին կիմանանք մենակ ես եւ իմ մեջի 1,180,000 հետևորդները, ուրիշ, հա, նեղ շրջանակով տենց հանկարծ այդտեղ չասեք, էլի։ Բարև ձեզ հարգելի գյումրեցիներ, ում չեմ բարև է։ Պարոն Բագրատյան, բարև ձեզ։ Երևանի կենտրոնական գրասենյակին ունենք, երկրորդ սենց կլոր սեղանը Գյումրիի գրասենյակի համար են կարել։ Ներողություն կարելի է նկարվել։ Հա, իհարկե եղբայր։ Որ խնդրեմ կնկարեք։
Մի հատ են բանից տուր, էլի։ Մի րոպե մի նկարի դեռ մի նկարի։ Շահագալց։ Հիմա գնանք մի քիչ շփվենք։ Աջան։ Բարև եղբայր։ Համեցեք։ Իհարկե։ Բարև։ Խնդրեմ։ Պարոն վարչապետ։ Համեցեք։ Շատ լավ։ Հա, խնդրեմ եղբայր։ Իդեք տարի առաջ քաղաքապետարան շողի սեփականաշրջանը։ Ինչ որ ոչ պատասխան քեն դու ասել։ Համ ես խնդրեմ։ Ես ու իմեմ։ Եթե եղբայր եկեք սենց անենք, էլի մոքնականներից որը մեկին պետք է ձեր կոորդինատներ խնդրում եմ էլի մի հատ իր համարը վերցրեք եւ Արամին Խաչատրյան իմ խորհրդական Արամին Խաչատրյան Բա մի րոպե երեխեք, մի րոպե։ Հա, ունեք։ Դրոշները։ Շատ լավ։ Ոնց սենց քայլենք, թե նենց քայլենք։ Չէ, ավտոբուսին շուտ է, հələ ինչու ենք այսքան շուտ։ Մի սենց։ Սենց քայլենք։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Ամյա այս փողոցը ոնց էր քրքրքորյալն է։ Ոնց է կոչվել այդ փողոցը։ Ամենասիրուն տեղերն են։ Մի քիչ էլ այդտեղ քայլենք, հետո կգնանք։ Աջան։ Արի եղբայր։ Մի րոպե սրանից ունես, բայց մինչև դրանից չունենաս։ Մի րոպե։ Այ հիմի կարող նկար։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Բավանակ, մի վարկյան։ Պարոն վարչապետ, ասեք եղբայր։ բարև ձեզ։ Ես Տիգրան Մեծի 5-րդ շենքի բնակիչ եմ։ Շենքը 1930 թվականի ճարտարապետական շենք է։ Ժաշկին տուժել է։ Մեր մուտքը Ուստիվենների։ Այս են շենքն է, որի մասին Հարավանք 26 Տիգրան Մեծի երկու շենքերի նաև կանոն է։ Իսկ 3 ամենապահավոր վատ վիճակում գտնվող շենքն է։ Որն է մեր պատկերացումը լուծման։ Տիգրան Մեծին է պատմամշակութային շենք է, իրան քանդել, նորից նորը կառուցել անանար են, գումար արկելուց թանգարանում է, պարոն վարչապետ։ Ինչ պետք է անում։ Հիմնանորոգվի։ Պատմամշակութային արժեքը պետք է մնա ու հիմնանորոգվի։ Բայց մասնավոր սեփականություն է, չէ՞։ Մասնավորները։ Հիմա ստեղը խնդիրը հետևյալն է, պետք է հասկանանք, պետությունը մեր սիրելի քաղաքացիների նկատմամբ ունի պարտավորություն, թե չունի։ Որովհետև անընդհատ մենք այս խնդիրը պետք է դնենք, պարտավորություն կա մի վիճակ, պարտավորություն չկա երկրորդ վիճակը։ Այս հարցի պատասխանը պետք է ստանանք։ Ինքը վատարայնություն վատարայնությունը նույնիսկ մի հատվածը ամբողջությամբ տանիքները փլված վիճակ է ու որպես այդպիսի անօթևանի կարգավիճակ չունեն մեր քաղաքացիները, իրանք այնտեղ ապրում են։ Երեք պայքարում։ Դուք ո՞նց եք պատկերացնում լուծումը։ Լուծումը մի քանի անգամ մենք ցեզել ենք դիմել, դուք ասել եք, որ շուտապույտ ուսիլեններն են։ 85 թվականից մինչև հնի 8 տարի է դու, պարոն վարչապետ։ Ուրեմն ստանենք շայման, շայողը շայեկը, աշխատողը չկա։ Տարին թնիկը, նախագծի մրցույթը հայտարարվել է, մրցույթը տեղի ունեցել է 15 միլիոն դրամ էլ կառավարությունը գումարը հատկացել։ Հետո արդեն շինարարական մրցույթ չի հայտարարվել, պարոն վարչապետ։ Հայտարարվել է Չեխիան են համարել, պարոն վարչապետ։ Նախագիծը արդեն որեն փոփոխություններ պետք է տեղի ունենան, ինքը երևի իր։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ դուք այդ շենքը ձեր սեփականությունն է։ Ես ոչ սեփականը շնորհել եմ, ոչ էլ որ իմս օրդերով է։ Բնակարանները մասնավորն են։ Մասնավոր բնակարան են, հասկանում եք։ Վերջի ճարտարապետական շենքի վիճակը ինչ պիտի եղնի։ Հարգելիս տեսեք, մենք պետք է հասկանանք sense մի հատ իրավիճակ։ Մարդը ունի տուն։ Ով է իր տան պատասխանատուն։
Բայց ճաշին է բաներ։ Հիմա դրամար եմ ասում, պետք է ֆիքսել, պետությունը պարտավորություն ունի ձեր նկատմամբ թե չէ։ Ժողովրդի հանդեպ։ Պետությունը ժողովրդով է հարուստ, պարոն մի հատ վարչապետ։ Իրավական մասը պարոն վարչապետի նկատի ունի։ Հասցեն մի հատ ասեք, այդ շենքը հետ կապված պետությունը Պարոն վարչապետ, մենք մի անգամ եկել ենք հենտակառուցվածքների նախարարը։ Մեզ ասել է երկու պայգեզի փողը կա, 5-րդ պայգեզի։ Նախարարը ստեղ է, Ուրախ Ուդացյանը։ 3-րդ պայգեզի։ Էսա եղբայր, մի րոպե։ Պարոն։ Ձեր հարցն էլ ասեք։ Իմ հարցը ուն ցեզի, անձամբ ցեզի, ընտրելու համար իմ ախտան գործան դես ազդացել։ Ես իմ ցածի տերն եմ չոտքի։ Ինձ ընտրելու համար հանել, ո՞րից են հանել։ Գործից, գյուղապետարանը աշխատել իրավաբան։ Ո՞ր գյուղի։ Ազատան։ Հանեցին, հիմի դեդոկանոջից հանեցին, անգուրջ մնացած է։ Բայց մի րոպե, Ազատանի վարչական ղեկավարը այս վերջերս ինչ որ մի բաներ գրել իմ մասին, իմ մասին չէ, ինձ էր գրել ինչ որ թեմայով։ Բայց դա երբ է տեղի ունենում, ո՞նց կարա ինձ հենց այդպես ասма ինձ ընտրելու համար նկարեցին որ դուք գալում եք գյուղ, ես գալում եմ դիմավոր։ Այդ երբ է եղել։ Գյուղավորտն 4 երրորդ տարին, այսինքն ես վարչապետ եմ ինձ ընտրելու համար հանել եմ։ Բացում են Հայաստանում բռնապետությունը, անդիմադիրներին հետապնդում են, ասում են իշխանամետներն են։ Նկարեցին, տարան դրեցին գյուղապետի դեմ առաջվա, որ Արտներ բաբան դիմավորը որտեղ է աշխատում։ Գյուղապետան, իրավաբան։ Բայց բան չէ, ոնց է Անա Ռուսանյան, մի հատ հենց այդ հարցը եղել է, սերի չոտքեսում են։ Հասկանամ։ Չկարողացա կապել։ Պրզավ, պրզա է սեզի։ Շնորհակալություն լսելու համար։ Հասցեն մի հատ են ասեմ։ Պարոն վարչապետ։ Հասցեն ասեմ։ Տիգրան Մեծի 5-րդ Տիգրան Մեծի 5-րդ շենքի հետ կապված մենք ինչա ֆիքսված պետություն պարտավորություն ունի թե չէ։ Դուք կառավարության ով է նախարարությունը մարդ կա որ տիրապետում է։ Բոլորը եմ հենց հիմա բազմից է։ Բայն քարտեզից ունես, դու սրանից ունես։ Մամիրոպե, չեղավ են նկարը հաշիվ չի։ Նա չի հաշվում որպես նկար։ Են կջնջեք կամ էլ որպես արխիվի նկար կպահեք։ Ոայ։ Լավ դե ձերքը սենց բռնի, ահա։ Այ հիմա իսկական նկար ենք նկարում։ Այս է եղավ իսկական։ Պարոն վարչապետի Եղբայր իմ ես գիտես ինչի համար եմ այդ իմ հետագա հարցերը եք զեկուցել ասել եք որ շուտապույտ ենել ինչ է նշանակում վարչապետը մեր հարկաժան բայց ինչ չէ քննարկողն է ցանկում բայց պետությունը պարտավորություն ունի ֆիքսը թե չունի ամեն հավանականությամբ չի դե ստեղից է խնդիրը եթե դե եղբայր եթե պետքա հասկանանք եթե կա պարտավորություն այդտեղ հարցը քննարկում չկա։ Եթե չկա պարտավորություն, պետք է կոմպրոմիսի գանք, մի քիչ հասկանանք, դուք ինչ եք անում, մենք ինչ ենք անում, իրար հետ լուծենք։ Դա հնի այդ հարցը ո՞նց լուծենք։ Չէ, տեսեք, եղբայր, տեսեք, էլի, եկեք մի բան հասկանանք։ Կա իրավիճակ, երբ որ կա բնակարան, որը վնասված է, վթարային է եւ այլն։ Մի րոպե ներողություն։ Ես ձեզ լսեցի իմ ասեմ։ Կա խնդիր կա։ Մենք ունենք երկու իրավիճակ։ Երբ որ պետությունը ֆիքսված պարտավորություն ունի եւ երբ որ պետությունը չունի պարտավորություն ֆիքսված։ Երբ որ ունի պարտավորություն, այնտեղ թեմա չկա, պետք է անենք։ Երբ որ չունի պարտավորություն, մենք անելու հետ կապված դժվարություն ունենք։ Ինչու՞։ Որովհետեւ եթե այդպիսի մի խնդիր լուծենք, ով իր տանը միտեղ ճակ կա, միտեղ բանը տանիքը խնդիր ունի, միտեղ բակը խնդիր ունի, բոլորը կգան կասեն, բան արեք, եկեք մեր տները սարքենք, բայց տեն չի լինում։ Այնտեղ որտեղ պետությունը ունի պարտավորություն։ Հիմա մենք օրինակ նաև երեգել պարոն Վարդանյաններին մոտ ինչ ունենք պարտավորություն։ Չունենք, բայց ասում է 2 տարի առաջ կներեք, դուք եք եղել Տիգրան Մեծի 5-րդ շենքում։ Այդտեղ ներբություն, մի րոպե, այդտեղ ներբությունն է նա, որ պատմամշակութային շենք է, մենք պետքա հոգ տանենք դրա համար։
եւ դա մի քիչ առանձին ռեժիմ է։ Բայց նա պատճառները կբարձենք, էլի գումար հատկացված է եղել հետի մոծույթը։ Չէ, որովհետև հետագա ֆինանսավորման հետ կապված խնդիր է ցակե, որովհետև մենք պատմամշակութային իմասով ֆասադ եւ այլն պատմամշակութային հատվածը մենք սանենք, բայց մենք չենք կարող ամբողջը անել, որովհետև էլի եմ ասում, հանրապետությունում տասնյակ հարյուրավոր բնակարաններ կան, որ բոլորը կասեն ինչ եք իրանց տունը սարքում, եկեք մեր տունն է սարքել։ Եվ դա խնդիր կառաջանա, բայց երեք պարոն Վարդանյանի մոտ աշխատանքային քննարկման էին եւ մենք հիմա բան ենք անում վթարային ընդհանրապես բնակարան տների հետ կապված Երևանից կսկսենք հարցը լուծում ենք որպեսզի կոմերցիոն բիզնեսը գա այդ շենքի տարածքը վերցնի այդտեղ շենք կառուցի այդ շենքը ասենք հիմա այդ քրուշովկաներն են 5 հարկանի կառուցի այդտեղ ապրող մարդկանց համապատասխան չափով բնակարան տա մնացածն էլ վաճառի իր կոմերցիոն բանը դուրս գա այս ամբողջ խնդիրը Պարոն Վարդանյան, վերջնական լուծումը ո՞նց եղավ։ Վերջնական լուծումը մենք ֆասադ սարքենք ներսերը դուք պետք է ֆինանսավորեք։ Բիտոնը լեցեք, կրիշը կաբեք, մնացածը թողեք մեզի։ Կրիշը բլած է։ Խնդրեմ, պարոն Մարզվեք։ Պատմամշակութային էլի։ Խնդրեմ նկարներ։ Եղբայր, մենք սենց պետք է պայմանավորենք։ Պատմամշակութայինը պետք է բան անենք, վերականգնենք, բայց պետք է պայմանավորվենք ֆասադը բարև ձեզ լավ է։ Մենք պետք է պայմանավորվենք, որ եղբայր պետք է պայմանավորվենք, որ ֆասադը եւ այլն պետական սեփականություն է։ Դա պետության սեփականությունն է։ Այո։ Ֆասադը բան խոդացիան, պետք է լուծումը տանք։ Ֆասադը սարքենք, ֆասադը իր ենթակառուցում պատմամշակութային հատվածը ամբողջը պետք է փողը տանք, բյուջեի հասվին սարքենք, բայց ինչ որ սարքեցինք, այդքան պետք է լինի պետության ֆասադը, էլի պատերը, չենք մտնում ձեր տները, որպեսզի արդարացված լինի դա։ Դա հին շենք է, տանիքներ կդնենք, ներսերը դու։ Այս մասը շարքած է շենքի, այս մի բացես դա սարքած է, այս մասերն է մնացել, այս վիճակն է մեր։ Հələ իմ քայլականի եղել եք չէ 5 շենք, բոլորը եղել եք։ Ինչ որ պատմություն կա, էլի այստեղ բնակիչներ կարող է ուրիշ տեղից բնակարան են ստացել։ Բախի պետության պարտավորություն չկա ֆիքսված, ես այդ չեմ կարող հասկանամ։ Իմ կարծիքովս բավարար իրավական մասը դինայինք, պարոն վարչապետ, ուղղակի կան, մյուս մասը այսպես փլված է ու երբ որ հարց կառաջանա պետությունը պարտավորություն ունի կառավարությունը թե չունի հարցը հենց այդտեղ է առաջանում մարդիկ իրանց տան մեջ ապրում են արդյոք ունի պարտավորություն այդ մարդը անօտևան չէ բայց շենքը կանի որ արդեն իր բնակարան այս քանդված շենքի ժողովուրդը ուր է ամբողջությամբ քանդված չէ այս քանդվածի սեփական տերերը սեփականատերեր կան բայց տարբեր են Չէ, այստեղ խնդրոմը իրավական է։ Այստեղ խնդրոմը ես հիշում եմ, դուք էլ եք падգամավոր ժամանակել եք նամակները եւ այլն, այստեղ խնդիրը իրավական է, որովհետեւ եթե պարտավոր պետք է շենքի կարգավիճակը չենք կարող հասկանալ։ Տիկին Նազելին արդեն սկսել է։ Տիկին Նազելի։ Մեր մազվետն է վադա չէ։ Այո, Տիկին Նազելին ավելի լավ պարտադար է։ Պարոն վարչապետ, կներեք մի բան ասեմ, էլի դուք մի 2-3 տարի առաջ կառավարության մի անգամ հաստատել եք։ Հաստատել եք։ Գիտեմ, եղբայր, դե հետո խնդիրներ են առաջացել։ Ֆինանսավորել են խնդիրները։ Լավ կնայենք, բայց ուր է սկսանի Տիկին Բաղդասարյանը։ Ուրա Տիկին Բաղդասարյանը, ուրա։ Տիկին Բաղդասարյանի ասա սկսել էր սարքել են նա միջև վերջ տաներ էլի ինչ տողեց։ Մեր մազբետն է վադա չէ, բայց յուզանում Տիկին Բաղդասարյանը կսարքի։ Ես մի հատ Տիկին Բաղդասարյանի շենքի պատմությունը դուք գիտեք։ Շենքի բարև ձեզ։ Տիգրան մեծը։ Տիգրան մեծը, բա ասում են Բար Փաշինյան նպաստները եք պատասխանելու։ Նպաստները։ Ուրա Թորոսյանը։ Պարոն Թորոսյան, նպաստների հետ կապված հարցեր կա։ Ինչ չէ, այլ չէ։ Դե ո՞նց տեսեք մարզպետի։ Կոմպլիմենտներ մի արեք, գործից խոսա։ Նախկինում ունեի բեննական առաջ տարած կողը։ Էսա հետ եմ ուղարկել, թե։ Հաստատել եք, էլի։ Բայց մի րոպե շենքի պատմությունը։ Նա ինձ որ երկշաբթի որ գաք,
Հատը չենքի պատմությունն ասեք ինչա պարխի չի ստացվում, որովհետև ամեն անգամ որոշում ենք, որ անում ենք ու չի ստացվում, ի՞նչն է պատճառը։ Երկու անգամ մրցույթ եղել հաղթած եղել։ Ես եկուս եմ Բարև եղբայր, ոնց եք։ Շատ լավ դուք։ Լավ։ Նվագեք չէ՞ թե։ Հաճույքով։ Հա։ Ես։ Մենք հիմա։ Որտե՞ղ։ Ես ու հետևում։ Ինչ նվագենք։ Երաշտություն, ռոք, բլյուզ, Չէ, ես պետք է իմ իմացած երգեր Բարդ ծնեմ։ են, որը ուզեք։ Գնացինք։ Պատրաստ եք։ Կարճ գնանք մի հատ։ Բայց մի րոպե, ինչ տանոց երգ գիտեք, որ կարանք նվագենք։ Ես եկել էի ձեր մոտ բան, չէ, նվագում Ռոք դպրոցը, այո։ Լավ է գործերը։ Շատ լավ։ Լավ, ես կնվագեմ իմ տակտով, դուք կմիանաք։ Միանեք։ Ոնց եք։ Համերգ բան անում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դեռ չենք անում, բայց ինչի բա։ Նախարարության հետ ենք ծրագիր անում, ոչ նյութական մշակութային ժառանգություններ։ Չկներկայացնենք։ Կարող ենք այսպես էլ գնալ։ Որ Բայց ինչ առիթ էր, որ եկել ենք ձեր մոտ, լավ չէ։ Գյումրիում քայլում էինք։ Էլի դուք եկաք սենց կանչեցիք, խասատ է, էլի։ Ուրախ եմ։ Իսկ կան միացողներ ռոք խմբին, նվագողներ։ Ինչի։ Էստրադային։ Բա ինչ եք անում, չեք էլ ստեղծագործում, երգ չեք գրում։ Էսը կլսեք մեր ստեղծագործությունները, ձեր համար կնվագենք։ Ձեր բանը հարվածային գործիքներ նվագող ընդեղ, հա։ Այո։ Որ ինձ ասի ձեր երգերից 1-2-ը ոնց են նվագում, ամենահեշտը ես կնվագեմ։ Կփորձեմ, էլի, ավելի ճիշտ չեմ խոստանում, բայց կփորձեմ։ Մշակութային շատ հետաքրքիր նախագծեր ունենք, պարոն վարչապետ։ Եղբայր, ուզում եմ հասկանամ, դուք ուրիշ աշխատանք ունեք։ Ուրիշ աշխատանք չէ։ Այսինքն սա ձեր գործունեությունն է, բան ոնց եք վաստակում դուք որ։ Աշակերտների հետ ենք աշխատում։ Հա, բա այդ էի հարցնում։ Գալիս են երեխեքը նվագել են, սովորում ձեր մոտ։ Բա այդ էի հարցնում, ասում եմ հետաքրքրողներ կան, գալիս են, աշակերտներ ունեք։ Այո, բա Համ աշակերտներ ունենք, համ Դե ավտոբուսը թող մոտենա էլի ստեղ, որ մի անգամից ստեից կգնա։ Համ հետաքրքիր նախաձեռնություններ ունենք, համ Եկեք հարգելի գործընկերներ։ Վարշապետ բարի կալուս մեր մոլորակ։ Ոնց է կոչվում։ Ես եղավ գործ, բարև ձեզ։ Բայց ես ես էլեկտրոնայինի վրա նվագած չկա։ Հələ դուք ձեզ ամենալավ համարը մի հատ նվագեք, եթերում եք, սա ձեզ համար շանս է, ինչքան մարդ է նայում։ 2400 մարդ նայում է, սա ձեզ համար շանս է, որ մի հատ կխանգարեմ ես, առանց նստելու, նվագեք։ Ես բասով եմ, ու երկում եմ։ Լավ, մի անհանգստաց, նստեցինք։ Հա, իհարկե։ Բայց դա չեն կարող նվագեն, այդքան որ Չէ, եկեք համստեք։ Մեր սիրտը շատ մեր։ Շատ լավ, նայեք։ Ներսեշան։ Ոնց է խումբը կոչվում։ Չամիչով պուլկի։ Ատնակ Չամիչով բուլկի։ Դուք հիմա լսելու եք Չամիչով պուլկուն, կարելի ես ես կողմ կամ էլի։ Դավիթ, ես կողմից նկարի, որ երևա։ Մեկ։ Ուրեմն ինչ ենք նվագելու։ Պարոն վարչապետ, դուք հիմա լսեք մենք ինչ ենք նվագելու, որ պատկերացնեք ինչ ենք նվագելու մեր հետ։
Շատ լավ, բայց ժամանակ շատ չունենք։ Դուք էլ եք արագ, ես էլ։ Всё, շատ արագ։ Ուրեմն շատ արագ մի հատ երթենք, որը նվագենք, արագ, նա շուտ։ Գալիս է հասակ։ Սիրո հասակ թե գալիս է։ Սիրո հասակ, գնացի։ Սիրո հասակ։ Հիմա ես պաշտոնական հայտարարություն ունեմ անելու, հաշվի առնելով, որ սա իմ երկրորդ այցն է փաստացի ստեղ, եթե Չամիչով Բուլկի մեր գործընկերները չեն առարկում, մենք կարող ենք այսօր արձանագրել Չամիչով Բուլկի եւ Վարչապենդի ստեղծագործական համագործակցության սկիզբը։ Մենք սիրով կընտրում ենք շատ։ Եկեք այս առիթով ծափահարենք։